Տիկին Դոլուխանյան, ինչպես է գնահատում այն, որ գործող իշխանությունը հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցը քաղաքական օրակարգից հանել է եւ ըստ էության հայտարարում է, որ մեզ պետք չէ գնալ այդ ճանապարհով, մենք արդեն հաստատված խաղաղություն ունենք եւ ականջներից չեմ հավատում ձեր ասացի համար, դա անհնար բան է։ Մենք միշտ պետք է հիշենք, որ մեզ 15 թվականին դաժանորեն ցեղասպանել են։ Պետք է ի վերջո Թուրքիան ընդունի այդ բանը։ Համոզված եմ մի օր աշխարհը ուշքի կգա եւ Թուրքիան կստիպի որ ընդունեն, ինչպես որոշ երկրներ դրոշների տեսանք ընդունել են։ Ճշմարտությունը դա է, միայն դա։ Դուք ինչպես եք ձեզ զգում որպես գիտնական մարդ, ով իր գիտակից կյանքը անցկացրել է ճանաչողության, հայոց պատմության, գրականության մեջ եւ մի օր արդյոք կպատկերացնեք, որ մի օր այսպիսի իրավիճակ կարող է լինել, որ իշխանությունը դադարեցնի պահանջատիրության հարցը եւ ի տարբերություն այլ պետությունների, ովքեր որ ճանաչել են դեռ վերանայեն իրենց հայացքները այդպես ասողները, որտեվ ես չեմ ընդունում մինչև Թուրքիան չընդունի, որ իրոք 1,5 միլիոն հայեր ցեղասպանվել են, այս հարցը չի լուծվի։ Միայն այդ ձևով եմ ես պատկերացնում։ Իշխանությունը ասում է, պետք է ի վերջո հարևանություն անենք մեր։ Էլի անենք, ես չեմ պատկերացնում որևէ հայ թուրք երեխային մորթի։ Ինչ որ ճիշտն է չեմ պատկերացնում, բայց հակառակը ֆրանսերենով անգլերենով, գերմաներենով այնպիսի գրականություն կա։ Մեր իշխանությունները պետք է դա դնեն սեղանի վրա։ Եվ այդ գրողները երկրորդական մարդիկ չեն։ Դրանք շատ լուրջ մարդիկ են, որոնք գրել են այդ ամենը։ Այնպես որ դրանք փաստաթղթեր են, կամ փաստաթղթեր։ Կներեք, երբ որ ես նայեցի Promise ֆիլմը, ես աղջկաս հետ գնացել եմ Մորգենթաուի գերեզմանին հայկական դրոշի գույներով ծաղկեփունջ եմ դրել։ Որովհետև նա այնքան վկայություններ ունի, նա ինքը թալաթին ասել է, սա տեղահանում չի, սա ցեղասպանություն է։ Ու նա ասել է դու հրյա ես, ինչ գործ ունես քրիստոնյաների հետ, ասել է, բայց ես Միացյալ Նահանգների դեսպանն եմ, իսկ Միացյալ Նահանգները քրիստոնյա երկիր է։ Ասում են այսօրվա թուրքերը 15 թվականի թուրքերը չեն։ Կներեք, ես եղել եմ 3 օրով Ստամբուլում, նախանցյալ տարվա հունիսամ, շաբաթ կիրակի օրերին, եւ իրենց պալատները, որ հայերն են կառուցել, բալանները, պալատներից մեկում պավիլյոն կա Երևան, որտեղ պատի վրա գրված է 1632 թվականից Երևանը Թուրքիայի քաղաքներից մեկն է։ Ինձ թվում է սրանից ավել ես ոչինչ չեմ կարող ասել։ Ադրբեջանցիներն էլ ասում են, որ իրենց քաղաքն է։ Հիմա թուրքերին է, թե ադրբեջանցիներին է։ Ոչ նրանցն է, Երևանը եղել է, կա ու լինելու է Հայաստանի մայրաքաղաքը։ Տիկին Դոլուխանյան, վերջին շրջանում բավականին ցավոտ տեսարանների ենք ականատես լինում Արցախում, ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները, եկեղեցիները, հայկական հուշարձաններն ու եկեղեցիներն են ոչնչացնում։ Այս պատկերը ինչի մասին է վկայում, սա խաղաղություն է։ Դա ներկայացնում է պարզապես, որ նրանք դեռ քոչվորական մակարդակի են, ուրիշ ոչ մի բան ասել չեմ կարող, որտեվ ես մի քանի անգամ եղել եմ Արցախում, մահմեդական մզկիթը շատ լավ պահպանվում էր, չէին ավերել հայերը, այդքան բան։ Իսկ միջազգային հանրության մոտեցումը վերաբերմունքը հայերի նկատմամբ ինչպես է գնահատում։ Գիտեք ինչ կա, միջազգային հանրության համար երևի շատ կարևոր է նավթը։ Այդ, ուրիշ ոչ մի բան չեմ կարող։ Մենք չունենք նավթ։ Դե ուրեմն մամոնան ավելի ուժեղ է, քան Հիսուսը։